Աշխարհահռչակ ինժեներական Արոբ գրուպի մասնագետներն են Երևանում։ Ընկերության փոխտնօրենը, որի ինժեներիայի ոլորտի առաջատար մասնագետներից է միջազգային մակարդակով, շինհրապարակում անձամբ է հետևում Հայաստանում Արոբ գրուպի առաջին մասշտաբային նախագծի Skyline համալիրի կառուցման ընթացքին։ Հիմքը շատ լավ է դրված, վստահ եմ, լինելու է հրաշալի նախագիծ, շատ լավ է տեսնել, որ գործընթացն արդեն սկսված է, մեծ ծավալի հողային աշխատանքներ են ընթանում։ Բազմաթիվ մասնագետներ են ներգրավված, որոնք ամեն ինչ անում են նախագիծը լավագույն ձևով իրականացնելու համար։ Սա բարդ եւ մեծամասշտաբ նախագիծ է եւ կարեւոր է, որ աշխատանքները համակարգվեն մանրակրկտորեն, ինչը ես տեսնում եմ այստեղ։ Շինարարական թիմը ամեն բան պլանավորել է, ամեն բան վերահսկվում է, ինչը շատ կարեւոր է, հատկապես նման սահմանափակ տարածքի դեպքում, որտեղ ամեն քայլը պետք է ճիշտ համակարգվի, ամբողջ շինհրապարակի աշխատանքները կազմակերպելու համար։ Ամեն ինչ շատ լավ է, շատ տպավորիչ։ Երևանի կենտրոնում Բաղրամյան Օրբելի փողոցների խաչման հատվածում 35,000 քառակուսի մետր տարածքի վրա է կառուցվում նոր սերնդի բնակելի համալիրը։ 35 հարկանի 5 երկնաքերեր, ժամանցի հանգստի գոտիներ, կանաչ պուրակներ, հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Skyline-ը միավորում է համաշխարհային առաջատարների լավագույն փորձը Երևանում ստեղծելով եզակի միջավայր քաղաք քաղաքում կոնցեպտով։ Համալիրը կդառնա Արոբ գրուպի հաջողված պորտֆելի մի մասը, որտեղ արդեն ընդգրկված են համաշխարհային ճարտարապետական գլուխգործոցներ։ Կարելի է ասել, որ մենք մեր աշխատանքով նոր տեսք ենք հաղորդել որոշ քաղաքների։ Դա կարծում եմ շատ կարևոր է։ Իսկ աշխարհի այս հատվածում այս նախագծին մասնակցելը շատ հետաքրքիր փորձ է մեզ համար։ Կարծում եմ Skyline-ը դառնալու է նշանավոր համալիր, որը կփոխի քաղաքի ընդհանուր տեսքն ու կդառնա դրա նոր խորհրդանիշներից մեկը։ Skyline-ի նախագծման հիմքում կայուն ու խելացի ինժեներական մոտեցումներն են աշխարհում կիրառվող լավագույն ստանդարտները։ Շենքերի կառուցվածքից մինչև նյութերի ընտրություն ամեն ինչ հաշվարկվում է արդյունավետության ու էներգախնայողության սկզբունքով։ Ընդհանուր առմամբ մենք հավատում ենք կայուն զարգացման գաղափարին։ Այս դեպքում մենք փորձել ենք աջակցել նյութերի եւ սարքավորումների ճիշտ ընտրությանը, օրինակ շինարարական լծակների, ինժեներական համակարգերի համար։ Միաժամանակ ձգտել ենք, որ համակարգումը լինի հնարավորինս խտացված եւ մատչելի, որպեսզի շինարարությունը լինի արդյունավետ եւ հեշտ իրագործվող։ Մենք նախագծման փուլում միշտ փորձում ենք հաշվի առնել ամեն ինչ՝ էներգիայի օգտագործումը, ռեսուրսների խնայողությունը։ Մեր նպատակն է ստեղծել շենք, որը կգործի առավել արդյունավետ, օգտագործելով նվազագույն ռեսուրսներ։ Միշտ փորձում ենք գտնել նոր լուծումներ կամ առաջարկել գաղափարներ, որոնք կարող են բարելավել գործընթացը եւ կիրառել մեր փորձը նախագծի ամեն փուլում։ Արոբ գրուպի մասնագետներն ասում են Skyline-ի նման միջազգային նախագծերում հաջողությունը կախված է ոչ միայն ինժեներական լուծումներից, այլ նաև տեղական թիմերի հետ արդյունավետ համագործակցությունից։ Հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում իրականացվող նախագիծը հաջողությամբ հաղթահարել է հաստատման բոլոր երկար փուլերը, հարմարեցվել տեղական շինարարական ստանդարտներին ու պահանջներին։ Շինարարության ընթացքում նույնպես մարտահրավերները քիչ չեն։ Այստեղ Հայաստանում հողի տակ շատ պինդ ժայռային շերտ կա։ Սա որոշ առումներով օգնում է, օրինակ հիմքի կառուցման ժամանակ այնքան շատ պատեր պետք չեն, բայց միևնույն ժամանակ այդ պինդ հողը շատ դժվար է փորել։ Այն ի վերջո ապահովելու է աշտարակների ծանրաբեռնվածության կայունությունը, բայց շինարարության ընթացքը դրա պատճառով մի փոքր ավելի բարդ է։ Հայաստանի առաջին երկնաքերերի կառուցման գործընթացը ինտենսիվ շինարարական աշխատանքների փուլում է։ Ընդամենը մի քանի տարի անց այս տարածքը կվերածվի մի միջավայրի, որտեղ համադրված են գեղեցիկ, խելամիտ ու ժամանակակից լուծումները։